Նրան տապանում հյուրընկալել եմ քաղաքագետ Հայկ Սահակյանին, պարոն Սահակյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Տարին որոշ երկրների համար բավականին լարված է սկսվել, մենք տեսանք, թե ինչ տեղ ունեցավ Վենեսուելայում, ինչ է կատարվում Իրանում, այս ամենի ֆոնին ԱՄՆ նախագահը որոշել է երկիրը դուրս բերել տասնյակ միջազգային եւ ՄԱԿ-ի կառույցներից, ասում են աշխարհակարգի կազմաքանդում է տեղի ունենում, նաեւ հարմարեցում մեկ պետության շահերին, իսկ այդ պետության շահը կապ չունի ոչ ժողովրդավարության, ոչ խաղաղության եւ ոչ էլ մարդու իրավունքների հետ։ Ես ընդհանուր նկարագիր տվեցի, կխնդրեմ առանձին անդրադառնանք եւ Վենեսուելային, եւ Իրանին, եւ ԱՄՆ նախագահի այս որոշումներին, որոնք նաեւ այդ ամենի հետ կապ ունեն Վենեսուելայում կատարվածի եւ Իրանում։ Շնորհակալություն բարդ եւ բազմաբովանդակ հարցի համար, փորձեմ անդրադառնալ հատ-հատ, նախ աշխարհակարգը նոր չի փոփոխվում, եթե 20 թվականից հայ-ադրբեջանական պատերազմից հետո մենք տեսանք, որ այդ գործող աշխարհակարգը այլևս չի գործում, որովհետեւ հստակ պատերազմական հանցագործություններ են տեղ ունեցել, Ադրբեջանը որպես ագրեսիվ կողմ ագրեսիա բանարեց, հարձակվեց հարձակողական պատերազմից եւ դրա համար ոչ պատիժ, ոչ պատժի ենթարկվեց ոչ ման միջազգային իրավունքը այդ ժամանակ արդեն մենք տեսնում ենք, որ կարծես թե գոյություն չունի, ինքը բան չի անում։ Դրանից հետո ուկրաինական պատերազմ նույն բան է, նույն տրամաբանությամբ էլի ագրեսորի միջև այսօր ինքը դեռ հանդիպում է նորմալ տենց իր գործընկերների հետ, այսպես ասած, նույն Տրամպի հետ եւ այլն բան եւ որևէ ինչ-որ տես խնդիրներ չի ել առաջում, չնայած որ սկզբում կար այդ տրամաբանությունը, գոնե Ուկրաինայի դեպքում Զելենսկին գոնե ամեն ինչ արեց, որ դեմոնիզացներ բանին Պուտինին եւ կարողանային նրան չեզոքացնել, այսպես ասած, քաղաքակիրթ աշխարհի այդ բան չունի, ինչը մեր պարագայում անգամ այդ փորձն չարվեց, Նիկոլ Փաշինյանը անգամ այդ փորձը չարեց, ընդհակառակը գնում ստեղ ասում էր, որ բան Ալիևը ճիշտ է եւ այլն։ Ինչևէ Դրանից հետո շարունակվեց Իսրայելի դեպքերը, որտեղ մեր աչքի առաջ էլի, ինչպես Արցախում էթնիկ զտում տեղի ունեցավ, այնպես էլ այնտեղ Իսրայելը պաղեստինցիներին էթնիկ զտման ենթարկեց, այսինքն սրանք բոլորը Սենց անկյունաքարային դեպքեր էին, սենց հատ-հատ գնացող ավելի փոքրից ավելի մեծ, որովհետև Արցախյան պատերազմը համեմատած ուկրաինականի ավելի փոքր էր, մեր էթնիկ զտումը համեմատած բանը պաղեստինյան դեպքերի հետ ավելի բան էր, քանակական առումով, չնայած նույն երևույթն են։ Եվ ինչևէ, այսպես գնալով կամաց աճեց եւ բան հասավ նրան, որ մի պետության ղեկավար մեկ գիշերում որոշում է, որ մեկ այլ պետության ղեկավարի կարող է ուղղակի իր անկողնուց գողանան, տանեն եւ ասենք մարդը քնած էր իր բանում իր տանը, մեկ էլ առավոտյան հայտնվեց Նյու Յորքի դատարանում, արդեն մեղադրանքը վզին եւ դատապարտվեց եւ գնացա։ Սրանք միջազգային իրավունքների հետ, բանը ընդհանրապես գործող կարգերի հետ ընդհանրապես կապ չունեն, բայց այնպես չէ, որ սրանք նորություններ են, միշտ եղել է այսպիսի կարգ, որովհետեւ այդ մարդիկ այդ քաղաքական գործիչները, այդ պետությունները անում են այդ բանը, որտեղ կարող են զուտ ֆիզիկապես կարող են։ Ուժն է ծնում իրավունք։ Ոչ թե ուժն է ծնում իրավունք կամ իրավունքն է ծնում ուժ, այդ մասով էլ բերեք մի հատ բան անենք, այլ պարզապես կարող են եւ անում են։ Հիմա աշխարհը турբուլենտ գոտում է գտնվում եւ աշխարհակաղակական այս փոփոխությունները, որը առաջացել է Չինաստանի տնտեսական այս աննախադեպ վերելքից, հայտնվել է մի հատ ուժ, որը ձեռնոց է նետում գործող հեգեմոնին, ԱՄՆ-ին եւ ԱՄՆ-ն անում է ամեն ինչ, որպեսզի իր հեգեմոնիան հնարավորինս երկար շարունակի, իրենք դե բնականաբար ինչպես ասենք Հռոմը կամ դրանից առաջ ովքեր են եղել ուզում են ցած հազարավոր տարիներ կառավարել, չէ, Ամերիկան էլ ուզում է հազարավոր տարիներ կառավարի, կստացվի, չի ստացվի ժամանակը ցույց կտա, բայց Չինաստանը ակնհայտորեն ձեռնոց է նետել եւ ըստ այդմ արդեն աշխարհը փորձում է վերադասավորվել եւ մնացած բոլոր կոնֆլիկտները աշխարհի բոլոր վայրերում որտեղ կա կոնֆլիկտները թարմացվելու են, վերանայվելու եւ այս նոր տրամաբանության շրջանակներում վերագործարկվելու են եւ հետո տեսնենք արդեն ըստ այդմ որ կողմը կհաղթի կամ Չինաստանը կամ Ամերիկան ըստ այդմ նրա թելադրանքով էլ կձևավորվի նոր աշխարհակարգ, այսպես կոչված։ Հիմա այդ անցումային փուլն է, որտեղ հնարավոր է ամեն ինչ, ինչպես տեսնում ենք էլի արդեն իսկ։ Իրանին անդրադառնանք, Իրանում կատարվողի հետ կապված ինչ սցենարներ եք կանխատեսում, ինչ զարգացումներ կարող են լինել եւ որ սցենարն է բխում մեր շահերից։ Շատ լավ, շատ կարևոր հարց եք տալիս իմ միջալուց, այս մասը շատ քիչ է քննարկվում մեր հանրային քաղաքական օրակարգերում չկա, հիմնականում Նիկոլ Փաշինյանը ինչ-որ համարանիշներ են փոխանում կամ գնում ինչ-որ ջրից օրակա բացում փակում, Կանդրադառնանք Նիկոլ Փաշինյանին։
Բայց մեր հարևան պետությունը, որը մեր համար շատ կարևոր նշանակություն ունեցող պետություն է, այնտեղ լրջագույն իրադարձություններ են տեղի ունենում։ Ամենայն հավանականությամբ արտաքին ազդեցություններ կան, որովհետև այդ մասին եւ Իսրայելը եւ ամերիկյան կողմը անթակույց չեն ཐակցնում եւ իրենց աջակցություն են հայտնում բաներին, այդ ցուցարարներին եւ նախապատմությունն այն է, որ այնտեղ տնտեսական վիճակը այնքան ծանր է, մարդու իրավունքները դե բնականաբար այնտեղ արդեն երկար տարիներ է, ինչ մարդու իրավունքներից խոսենք Իրանում այնտեղ ծանր վիճակ է այդ առումով եւ ժողովուրդը հոգնել եւ պարբերաբար այնտեղ ըմբոստության ինչ որ բան ալիքներ են բարձրանում, այս մեկը կարծես թե ոնց որ շատ ավելի լուրջ է, քան թե նախորդները կամ ավելի լավ է իրանագետները խոսեն նման գնահատականներով հանդես գան, համենայն դեպս հիմա իշային ես ինչքանով որ ես տեղյակ եմ, երկու քաղաք արդեն Արդեն երրորդ քաղաքն են արդեն վերցել է, այսինքն արդեն քաղաք նվաճում են, այսպես կոչված ցուցարարները, կամ ոչ թե նվաճում են, այլ պարզապես տեղի բանը ոստիկանական ուժերը անցնում են քաղաքացիների կողք, իրենք են հոգնել այդ իրավիճակից։ Հիմա այդ ներքին իրենց իրավիճակը թողենք իրենց հարցերով, ինչն է մեզ հետաքրում։ Մեզ հետաքրում է, որ այնտեղ հանկարծ չլինի երկարաժամկետ ապակայունություն, կամ քաղաքացիական բախումներ հանկարծ աստվածաշնի լինեն, որովհետև պատկերացրեք, այդ դեպքում այնտեղից հոտ զանգվածները փախնում են դեպի Հայաստան, ու տարբեր երկրներ են գնալու, բայց Հայաստան են գալու, պատկերացրեք մի իրավիճակ, որ ասենք մի 2-3 միլիոն իրանցի փորձի ապաստան գտնել Հայաստանում, ինչ կլինի մեր վիճակը։ Մենք հաստատ պատրաստ ենք նման ծավալի մարդկային հոսքեր ընդունել, էլի, հաստատ ոչ թե ունենք մարդկանց սպահելու, ոչ մեր ինֆրաստրուկտուրան է պատրաստ, որ մեր պետական ապարտ ընդհանրապես դες բաներից ինքը կապ չունի որևէ բան, ինքը չի կարողանում արձագանքել adekvat արձագանքի մասին է խոսքը, այսինքն գալու են այստեղ հավելյալ լարվածություններ առաջացնեն, սոցիալական հողի վրա հանցագործություններ լինելու բան, բռնություններ, բան, ինչ ասես տեղի ունենալու, այնպես որ դա վատագույն սցենար է կլինի, եթե հանկարծ բան տեղի ունենա։ Ինչ կլինի լավագույն սցենարը մեր տեսանկյունից, եթե այնտեղ իշխանությունները փոխվեն եւ գան ավելի աշխարհիկ կանխատեսելի, իշխանություններ կան, ովքեր սկսեն ոչ թե հոգևոր բան ինչ-որ sense բաներով առաջնորդվել իրենց աշխարհքաղաքական շահերը եւ քաղաքականություն տարածաշրջանը վայելու տրամաբանությամբ, այլ աշխարհիկ օրենքներով բանանեն եւ այդ պարագայում ես կարծում եմ, որ իրենք արևմուտքի Իրանը կլինի արևմուտքի դաշնակիցը եւ այդ պարագայում կառաջանա Իրան, Հայաստան եւ Վրաստան մի հատ հակաթուրքական ուժեղ գործոն եւ ամենակարևորը կենսունակ գործոն կառաջանա այդ պարագայում իշխանել Նիկոլը եւ ԿՊ-ն չեն ուզում, բայց դա արդեն իրենց էլ ոչ մեկ չի հարցնի, որը կկապվի նաեւ Եվրոպ միության հետ, հա, եւ Իրանից այդ բաները նավթի եւ գազի հնարավորությունները խողովակներ կգնան դեպի Իրան, չնայած դա ամենայն հավանականությամբ տեղի կունենա, երբ որ ռուս-ուկրաինական պատերազմը մի քիչ պիտի կարգավորվի, որտեղ նոր կարողանա ստեղծել տնտեսական նման մասշտաբի գործունեություն ծավալել, համենայն դեպս այդ հնարավորությունները մեծ տնտեսական եւ քաղաքական կանխատեսելի ոնց որ բան հնարավորություններ կտան զարգանալու, ինչը մեր համար հիմա շատ կարեւոր է, որպեսզի կարողանանք ի վերջո փոխել ռազմաքաղաքական եւ աշխարհքաղաքական բալանսը Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, որովհետեւ մենք հիմա այդ բալանսը էականորեն խախտված է ի վնաս մեզ եւ մենք դեռևս չեն կարողացել որևէ լուրջ եւ էական փոփոխություն անել ի օգուտ մեզ։ Իսկ աշխարհիկ Իրանը, Հայաստանի դաշնակից Իրանը, բարեկամ Իրանը մեզ համար շատ կարեւոր եւ ուժեղ խթան կհանդիսանա նման այդ մեծ նպատակին հասնելու ճանապարհին։ Ինչ է կարծում Իրանի հոգևոր դասը ունի այդ ներուժը իսկապես դիմադրելու ամերիկյան միջամտությանը կամ աջակցությանը, ինչպես ԱՄՆ-ից հայտարարեցին, որ պատրաստ են աջակցել հակակառավարական այդ ցուցարարներին։ Իրано-իսրայելական պատերազմի ժամանակ մենք տեսանք, որ եւ ըստ այդմ արդեն ակնհայտ կլինի, թե որ սցենարը ավելի շուտ իրագործման հնարավորություն կունենա։ Կարծում պետք չէ շտապել դեռևս նման կանխատեսումներ անելու համար, որովհետեւ Իրանը քիչ ավելի այնտեղ այդքան հեշտ չէ ամեն ինչ եւ դե բազմաշերտ բաներ կան էլի, այդպես հարցեր եւ խնդիրներ կան։ Ազգային էթնիկ հողի վրա լիքը շատ կոնֆլիկտներ կան, սոցիալ-տնտեսական արդեն ասեցի, հա, եւ քաղաքական հողի վրա բազում խնդիրներ կան, այնպես որ եւ նաեւ Իրանի ճշնամիները հենց հիմա արդեն իսկ բանը թուրքական եւ ադրբեջանական կողմը օրինակ շատ անթակույց իրանք խոսում են այն բանի մասին, որ Իրանի հյուսիսային մասը այդ այսպես կոչված այդ ադրբեջանցիներով բնակված է կամ ադրբեջանաբնակ մասը պետք է վերցնեն Իրանից բաժանեն եւ դա դառնա մեծ Ադրբեջանի մաս եւ այլն բան, ըստ Թուրքիան ուզում այնտեղ էլի այդպես թուրքալեզու ժողովուրդներ կան այնտեղ
էլի Թուրքիան ուզում է իր բաժինը դերից վերցնի, այն կողմից Աֆղանստանն ուզում վերցնի բանս, այսինքն Իրանը պատրաստվում են կիսել եւ այդ մասին անդակույց խոսում են, հիմա Իրանը ինչքանով կենսունակ կլինի դա թույլ չտալու կամ հակառակ մեկ այլ ինչ-որ process-ներ սկսելու, չգիտեմ։ Դրանք process-ներ, որ մենք կտեսնենք եւ անկանենք էլի ուզենք արդեն ականատեսենք լինելու, այսպես ասած։ Թե ինչքանով են այո իրենց հոգեվոր առաջնորդը եւ իրենց քաղաքական ռազմաքաղաքական էլիտան նման ունակություն ունեն, մենք տեսանք Իրան-իսրայելական պատերազմի ժամանակ, երբ որ իսրայելական ինքնաթիռները անպատիժ թռչում էին Իրանի վրա, չէ՞։ Իրենց հայկականները ուղղակի թաքնվել են եւ սպասում են, որ այդ ինքնաթիռները պիտի գնան նոր իրենք հերնեն եւ կառավարեն, էլի, այսինքն մի քիչ այդ մասը ուռճացված է Իրանի այս ղեկավարության բանը, էլի, այտենց դիմադրողականությունը, այլ բանը, հատկապես այն ֆոնին, որ քաղաքացիներն երբ որ իրենք վատ են վերաբերում իրենց սեփական քաղաքացիները իրենց չեն պաշտպանում։ Եվ սա հնարավորություն է տալիս արտաքին ուժերին օգտվելու այդ հնարավորությունից եւ այդ թույլությունը իրենց թույլ կետերը ճնշում գործադրելու եւ իրենց ռեժիմը ըստ էության խոցելի է դառնում։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ։ Գտնվում է գերազանց վիճակում։ Կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 պաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հիմա գանք մեր խնդիրներին, պարոն Սահակյան։ Եկեղեցու բարենորոգման խորհուրդն առաջին նիստն է անցկացրել, որի շրջանակներում Թող լինի ճակերտներում ըստ վարչապետի քննարկվել են եկեղեցու բարենորոգման գործընթացի հիմնական ուղղությունները, կազմակերպչական քայլերը եւ առաջիկա աշխատանքների շրջանակը, հիմք ընդունելով հիմնադիր հայտարարությամբ ձևակերպված սկզբունքներն ու նպատակները։ Այսօր էլ Փաշինյանը առիթ ունեցավ այս հարցին անդրադառնալու լրագրողների հետ ճեպազրույցում եւ նշեց, որ Սերժ Սարգսյանն էլ ժամանակին չէր հեռանում
առհասարակ ոչ մեկ չի ցանկանում հեռանալ, բայց հանրային վերաբերմունքով կստիպեն, որպեսզի հեռանա եւ Գարեգին բն բացառություն չէ ըստ էության Փաշինյանի խոսքը այդպեսին է։ Դուք ինչ դիտարկումներ կանեք։ Այդ պրիզմայից երբ որ նայում ենք Նիկոլ Փաշինյանը բացառություն չի, իրան էլ սխմելու ենք հեռանալու է, ինչ խնդիր կա, որ այսինքն բան չի։ Ընդհանրապես ուղղակի հանրային տրամադրությունը դեռևս հանրությունը դեռևս տրամադրված չի, այսպես ասած, բայց ամեն ժամանակի հարց է։ Եվ իսկ հիմա անդրադառնանք, ինչպես ասում են մեր ոչխարներին։ Նիկոլ Փաշինյանի գործունեությունը եկեղեցու դեմ հակասահմանադրական գործունեություն է, մնացած ամեն ինչը ինքը անում է, նրանք ապօրինի եւ հակասահմանադրական գործունեություն են եւ դրա համար ինքը վաղտուշ պատասխան է տալու օրենքի առջև։ Մնացած ամեն ինչ որ նրանք արել են եւ անում են, այդ տրամաբանության մեջ պետք է նայել, այդ մի քանի եպիսկոպոսները իրենք փոքրամասնություն են, մենք տասնյակ եւ հարյուրավոր եպիսկոպոսներ ունենք, ովքեր Նիկոլի կողքին չտեսնում են, որ չկան, ընդհակառակը տեսնում են Նիկոլի կողքին, ասենք բանն է, Բենթլի, ինչ էր, Բենթլի վարող մեր Կճոյանը, Նիկոլա, այո, Կճոյանին երբ որ ընդդիմադիր էր, Կճոյանին ինչ ասում էր, հիմա ընդդիմադիր չի իշխանությունը, այն ժամանակ էլ էր, չէ, Կճոյանի իշխանությունը հետ։ Հիմա էլ Կճոյանի իշխանությունների հետ, այսինքն շատ բան չի փոխվել ըստ էության, Եվ ընդհանրապես Նիկոլի եւ բանի հարաբերությունները, կաթողիկոսի հարաբերությունները վատացել են կամ պատվեր է ստացել Ադրբեջանից, ասենք Եվ այդ իր գործն անում, հիմա կստացվի թե չի ստացվի, ես հուսով եմ չի ստացվի։ Իրականությունը այն է, որ Նիկոլ Փաշինյանը ունի ռեսուրս, բայց դա ռազմական եւ քաղաքական ռեսուրսն է, որպեսզի բանանի ճնշ կարողանա կաթողիկոսին հերացնի իր գայից, Այսինքն պետք է ոստիկանության կամ ներքին գործերի կամ, չգիտեմ, ԱԱՑ-ի, այսպես կոչված այդ մարդկանց գնա ուժով կաթողիկոսին այդ գահից Գահանքեցան, այդքան բան։ Ոնց որ ասենք կոմունիստների ժամանակ, երբ որ այդ այսպես կոչված այդ հեղափոխությունը երբ որ եղավ կոմունիստական, ստեղ էլ բան եղավ, եկան մեր կաթողիկոսը խեղդեցին ռուսները։ Այդ ուրիշ կերպ չի կարող անել։ Օրենքով նա հնարավորություն չունի այդ բանը անելու։ Բայց հանրային վերաբերմունքով, այսինքն եթե մարդիկ կոնսոլիդացվեն եւ Նիկոլի շուրջ կոնսոլիդացիա տեղի չի ունենում։ Մենք դա տեսել ենք, այդ որ գնում է այդպես ուրիշ եկեղեցին, որ աղոթում բան, ինքն է իր բաներն ԿՊՆ ուրիշ մարդ չկա, ոչ ոք, Նիկոլի շուրջ չի կոնսոլիդացվում այլևս։ Էլ են վայել 18 թիվը չէ, լի վաղուց արդեն տեսել ենք, որ նա շարքային եւ սովորական ստախոս է, ստախոսի շուրջ կոնսոլիդացվում, որ ինչ անեն։ Իսկ չեն կոնսոլիդացվում, որովհետև խնդիրներ չեն տեսնում եկեղեցու այդ հոգևոր վերնախավի վարքաբանության հետ կապված։ Այսինքն տեսեք, դուք ասում եք Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանից է հրահանգ ստացել եւ գործողություններ է իրականացնում եկեղեցու դեմ, իշխանականներն էլ վստահաբար ծանոթ եք այդ թեզին, որ կաթողիկոսը Ռուսաստանից է կառավարվում, նրա եղբայրն է անգամ գործակալ է եւ ասում են նրանք էլ այնտեղից հրամաներ են ստանում այստեղ ներքին խնդիրներ ստեղծելու իշխանության համար, պետության համար, ժողովրդի համար։ Երկու կողմն էլ ճիշտ են, ասեն դեպքում։ Հիմա լավ մենք քաղաքացիներս, որոնք ոչ այս կողմում են, ոչ այն կողմում են, բայց մենք նաեւ տեսնում ենք խնդիրներ մեր հոգեվոր վերնախավի հետ։ Բնականաբար եւ այդ խնդիրները շատ լավ հարց եք տալիս, շնորհակալություն։ Այդ խնդիրները նոր չեն ծագել, այդ խնդիրները ծագել են դեռ արդեն Եվ հարյուրամյակներ են, հարյուրամյակներ կա, որ արդեն ինչ ես վերջի 300 տարին մեր եկեղեցին, ինչպես նաև ընդհանրապես հայ ժողովուրդը ռուսական ազդեցության տակ է գտնվում եւ նման ահռելի ռեսուրս ինչպիսին որ ունի մեր եկեղեցին, բնականաբար ռուսական հատուկ ծառայությունների աչքից այտենց չէր կարող էլի այտենց թաքուն մնար, բնականաբար պետք է օգտվեն դրանից։ Հիմա որպեսզի մենք կարողանանք ասել մեր կաթողիկոսը հատուկ այդ ռուսական ԿԳԲ-ի ագենտա թե չէ, պետք է թուղթ ունենանք։ Եթե չունենք, կարող ենք բան անել, էլի, տեսական բան անել եւ չբացառել, որ կարող է նման հնարավորություն ունենալ, բայց չքան չկա այդ փաստաթուղթը, չեն կարող նման պնդում անել, բայց տեսականորեն հստակ, ես ասեմ ավելին, տրամաբանությունը ամբողջ քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ հենց այդպես է պետք է լինել, որովհետեւ այլ կերպ չէր կարող լինել, որովհետեւ բանը, եթե երբ որ նայում ենք այդ կոմունիստական էլի գանք այդ շրջանը, երբ որ այդ կոմունիստական հեղափոխությունը որ եղավ դա ապօրինի եւ հանցագործ մի հատ ինչ-որ շրջան էր, ով բանը ձեորվել էր մի հատ իշխանություն այդ ռուսական նախկին կայսրության վրա, ով սեփական քաղաքացին սպանում էր, ավիրում էր բան անում, հանցագործ բան էր, մի հատ ինչ-որ փուլ էր եւ աշխարհի կողմից ինքը չէր ընդունվում
կոմունիստական իշխանությունը, այդ բանը։ Հիմա պատկերացրեք իրանք, երբ որ այդ բլոկադայի մեջ էին այսօրվա ասած տերմիններով, երբ որ ոչ մի պետության ղեկավար նրանց չէր հանդիպում բանջանում։ Մեկ էլ իրանց այդ գրաված տարածքներում տեսնում են կա մի ժողովուրդ, որ ունի եկեղեցի, որ աշխարհի բոլոր տեղերում ներկայացված է։ Մի պետություն չկա, որտեղ հայ չլինի եւ հայկական եկեղեցի չլինի։ Ինչ է կարծում, նման ահռելի ռեսուրսից չէին օգտվի, հա, KGB ագենտները։ Իհարկե կօգտվեին։ Հետևաբար եւ շատ լավ նաեւ հաստատ օգտվել են եւ կան անգամ բաներ գրականություն կա այդ մասով գրաված բան նախքին KGB-իչնիկներ որ գնացին Ամերիկա իրենց հուշերն են գրում բան այնտեղ շատ ուղղակի մատնանշում են որ եւ դաշնակցության որովհետեւ մեր դաշնակցությունը բան արել ինքն էլ տենց է ամբողջ աշխարհում եկա սփռված բանանում ազդեցություններ այլ երկրներ երկու մուտք ուներ եւ մեր եկեղեցու վրա բան է այսինքն այդ ուղղությամբ նրանք աշխատել են եւ ինչ-ինչ հաջողություններ վստահաբար գրանցել են բայց այդ ամենից խուսափելու համար գանք էլի մեր խնդիրներին հիշեցնենք 18 թվականի օրակարգերից մեկ էլի լյուստրացիա պետք էր արվել այդ բոլոր այդ ազդեցության գործակալներին պետք է լինի պարոն Սահակյան որպեսզի քաղաքացին հասկանա որ խնդիր կա վերնախավի հետ կապված խնդիր կա ոչ ակնհայտ է որ խնդիր կա շատ ճիշտ եք ասում վերնախավը օրինակ նույն կաթողիկոսը ես որպես քաղաքացի մահանդես չգամ որպես լրագրող ինձ համար մտահոգիչ է որ նա շատ կարևոր առանցքային իրադարձությունների ժամանակ հանդարտության կոչ չի արել առնվազն կողմերի երբ որ ներքին բախումների վտանգ է եղել սա միայն ինձ համար բավական է որպեսզի ես իմ դժգոհությունը հայտնեմ եւ այստեղ թուղթը էական չէ իմ համար չէ թուղթը էական այն առումով որ իրանք ասում են ագենտ չի հա չէ այդ առումով որպեսզի նման պնդում անենք հստակ հա թուղթը պետք է բայց ես նորից եմ ասում արկախ է թղթից տրամաբանորեն որ նայում ենք մեր կաթողիկոս իր տեղում եւ իր դերում չէ դուք շատ ճիշտ եք ասում այլ մարտի 1-ը եղել էլ պատերազմներ են եղել, էլ բաներ եղել, այդքան ճնշումներ են եղել եւ Սերժի եւ Քոչյանի եւ Նիկոլի ժամանակ, չէ։ Մի անգամ չտեսնենք ելներ մի հատ նորմալ խոսքով, մի հատ ինչ-որ որպես հոգեվոր հայր հանդես գար։ Չենք տեսել, նման բան չկա եւ այո, մեր կաթողիկոսը իր տեղում չի եւ իր դերում չի, բայց Նիկոլ Փաշինյանը այն մարդը չէ, ով պետք է զբաղվի այդ գործով, ինքը ոչ այդքան բարոյական իրավունք ունի, ոչ քաղաքական իրավունք ունի, ոչ որևէ իրավունք չունի, այդ հարցով զբաղվելու իր քիթը չպետք է մտցնի այդտեղ, այդքան բան։ Շատ լավ, Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ Հայաստանում ցանկացած քաղաքացի կամ քաղաքացիները, երբ ուզենան, կարող են հեղափոխություն իրականացնել եւ չկա մեկ ուժ, որը կարողանա դա կասեցնել։ Սա պոպուլիստական հայտարարություն է, թե օբյեկտիվություն կա եւ քաղաքացիները որ դեպքում պատրաստ կլինեն նորից հեղափոխություն իրականացնել։ Նախ հեղափոխությունը, եթե ինքը մի քիչ հասկանար քաղաքական process-ներից, որովհետեւ հեղափոխությունը այդ որ ասում են, չէ, 18-ին ինքը արեց բան, այդքան էլ այդպես չէ, բայց թողենք ամեն ինչ իր տեղում եւ դերում, հա։ Կան գիտություններ, ովքեր ուսումնասիրում են հեղափոխական process-ներ, բաներ, չէ, դա սոցիոլոգիան, քաղաքագիտությունն է եւ այլն բան, մի քիչ որ այդ ամեն ինչից ծանոթ լիներ, հենց այդպես հանգիստ չէր ասի, բայց միևնույն ժամանակ այդպես հանգիստ կարող են ասել նաեւ այն մարդիկ, ովքեր տիրապետում են այդ ամեն ինչին։ Եվ այնպես որ պիտի մի քիչ ժամանակ անցնի հանրությունը մարսի իր տեղի ունեցածը հասկանա, իր մեջ ինքը այդ որոշումը կայացնի եւ դուրս գա այդ հեղափոխության ամեն օր ամեն ժամ, ամիսը 1, շաբաթը 2 անգամ հեղափոխություն չեն անում, դա նորմալ չի։ Անգամ Պարսկաստանում տեսեք ինչ ճնշումներ են գործածում։ Դե մարդկանց օրը ցեկով կրակում սպանում են, ինչ-որ մի գլխաշոր չկրելու համար երիտասարդ կանանց ծեծում սպանում են, այդքանով հանդերձ այդ ժողովուրդը նոր գտնում է իր մեջ այդքան ներուժ, որ մի քանի տարին մեկ դուրս գա պայքարի բանի դեմ, էլի, որովհետև պետության դեմ դուրս գալ եւ հեղափոխություն անել, դա հանեք բան չի։ Նախ պետությունը միակ լեգիտիմ սուբյեկտն է, ով ուժ գործադրելու իրավունք ունի։ Իսկ ցանկացած ժամանակ, որ Նիկոլն ասում է, ինքը ցանկացած հենց մենք հելնենք ասենք հեղափոխություն ենք անում, հանգիստ կրակի սպանի եւ վերջ։ Ինքը դրա համար չդատի ոչ մի պատասխանատվություն չկրի։ Ոնց որ մարտի 1-ի այդ մարդասպաները պատասխանատվություն կրեցին, չէ։ Հիմա Նիկոլը նույն բանը հանգիստ կար։ Այն 5000 հոգուն, որ ուղարկեց մահանալու, պատասխանատվություն կրեց մեկը։ Բայց ինչ Սերժ Սարգսյան օրինակ ժամանակին չկասեցրի։ Այդ հարցը Սերժ Սարգսյանն է պետք տալի, ես ինչ գիտեմ։ Բայց դուք ենթադրություններ չունեք։ Այո, ունեմ, բայց դրանք ենթադրությունները մակարդակում են ավելավա բանջան ենք, էլի, գանք մեր խնդիրներն էլի ավելավա։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի խոսքը եւ ճշմարտացի եւ պոպուլիստական։ Այդ որ ասում է, հա, բնական է, ոնց ասի, ամեն մարդ առավոտյան նախաճաշելու իրավունքն եւ ոչ ոք չի կարող դա խանգարել, հա, բայց այն մարդը որ փողը չունի, հնարավորությունը չունի, կամ բանը տուն չունի, բան չունի, ասենք ո՞ց նախաճաշի։ Հասկանում եք ինչի մասին է խոսքը։ Բա բնականաբար այո, քաղաքացիները հեղափոխություն անելու իրավունք ունեն,
Եվ դա անկախտելի իրավունք է քաղաքացիների եւ ոչ միայն Նիկոլայ, այլ որևէ մեկը այո դրա դեմ ոչինչ չի կարող անել եւ ընդամենը Նիկոլան պետք է սպասի, ասես վախեցած պետք է սպասի, թե երբ է ժողովրդի մեջ այդ կուտակվելու այդ էներգիա եւ դուրս գա։ 26 թվականի այս իրադարձությունները միգուցե դրա համար ինչ-որ կատալիզատոր լինեն, միգուցե տեսնենք, ես հուսով եմ, որ այդպիսի բան տեղի կունենա։ Հիմա մեր հարցազրույցը պարոն Սահակյան ամփոփենք Ալիևի հայտարարություններով հեռուստաընկերություններին ի վերջո հարցազրույց է տվել, նշել էր, որ Հայաստանը միայն կշահի կոմունիկացիաների բացումից, տնտեսական առևտրային կապ առումով Հայաստան կարող է չհամարել, որ պարտվող է, իսկ եթե քաղաքական առումով համարում են, որ պարտվող է, ապա դա այդպես համարողի խնդիրն է։ Հիմա հերթական խմբականակն է նավթամթերքի եւ բենզինի գալու Հայաստան, եթե չի եկել դեռ, այսօր էր նախատեսված, եթե չեմ սխալվում, ու էլի բուրն են արձագանքները։ Նորմալ է։ Չի դառնալու սովորական այս ամենը։ Այս առևտուրը։ Իհարկե ոչ։ Նախ թշնամու հետ, քեզ ամեն օր ստորացնող մարդու հետ առևտուրանալը դժվար է լինելու։ Եվ եթե Նիկոլ Փաշինյանը կամ Ալեն Սիմոնյանի համար դա խնդիր չէ, երբ որ իրենց ստորացնում ինքը էլի գնա ժպտա բանանի, միգուցե դա իրենց աշխատանքն կամ իրենք այդպես են պատկերացնում, մեր քաղաքացիները այդպես չեն պատկերացնում եւ ամեն ինչ այդպես հարց չի անցնելու, սա մեկ։ Երկրորդը, այս ամեն ինչը պայմանավորված է ընդհանրապես Ալիևի սիրահոժարությամբ կամ մեծահոգաբար կամ ինչ-որ sense էլի հասկանանք իր կամքով։ Հենց վաղ ուզենա որ այդպես էլ չլինի, էլ չի լինելու։ Այդ նավթը չի գալու։ Դա հասկանալի է, բայց Ալիևը ինչու է որոշել այդպես սիրահոժար լինել։ Որովհետեւ Ձեր ասած բառով։ Նախ այդ իր ամբողջ հարցազրույցը երբ որ նայում ենք, տեսնում ենք տրամաբանությունը հետեւյալն է, Արցախյան պատերազմից առաջ էլ ինքը էլի թիրախավորում էր բանը, Արցախն էր թիրախավորում եւ այնտեղ փորձում էր հիմնավորել եւ ներքին հանրությանը եւ ամբողջ աշխարհին, հա, որ բանը Արցախը տարածաշրջանում ռուսական գործոն է։ Հիմա ստեղ նույնպես երբ որ ինքը խոսում է ես տնտեսական բան էս ամեն ինչի մասին, ենթատեքստը գնում է որ Հայաստանը շարունակում է մնալ Ռուսաստանի շահերը սպասարկող տնտեսական եւ քաղաքական գործոն, այսինքն սկսում է Հայաստանի բանը դեմոնիզացիայի process-ը, որ վաղը միսօր երբ որ հարձակվի, նույն Ֆրանսիան, Ամերիկան ասեն, չասեն, հա, այս ինչ է սա, բայց տեղավորվեն այդ բանի մեջ, ասեն դե հա, դե Ռուսաստանը մեր համար ճշտամ է, Ուկրաինայում դեմը պատերազմում ենք այնտեղ Հայաստանում էլ եթե բանը լինի Ռուսաստանի ազդեցություն թույլատնենք, բայց իհարկե հիանալի կլինի, հա, այդ տեսանկյունից, որովհետեւ Արցախյան պատերազմը, չէ, եկեք չմոռանանք, էլի հիմնավորվեց եւ ի վնաս Հայաստանի այդ հարցերը եւ հայ ժողովրդի լուծվեց հակառուսական տրամաբանության մեջ, չէ՞։ Այստեղից ռուսներին տարածաշրջանից դուրս քշելու տրամաբանության շրջանակներում էր դուրս բանարվում, հա, այդ հարցը քննարկում, այդ պրիզմայից էր նայում Ալիևը, նույն բանը հենց հիմա անում է ինքը այդ որ խոսում է տնտեսական բան, այդ խառը բանից խոսում, հա, իրականում մենք սահմանները ըստ էության չի բացում, մենք ենք բացում, չնայած մենք չենք փակել, բայց մեր տարածքով նրանք իրավունք են ստանում գնալու, գալու եւ անվտանգ գնալու են գան, որովհետեւ մենք հաստատ չենք բզբզալու եւ չենք խանգարելու, բայց մենք Ադրբեջանի մեր գնացքը Ադրբեջանի տարածքով Ռուսաստան չի գնալու։ Որովհետև կոմունիստների ժամանակ էլ երբ որ խնդիրը այդ արդեն առաջացել էր, երբ որ նույն կայսրություններ, նույն պետություններ, ովքեր որ տարիքով մեծ են, կհիշեն եւ իրանք են ինձ պատմել, որ ասում են դե այդ գնաց որ գալիս են Ադրբեջանի տարածքով գնում բոլորս պարկում ենք, որովհետև քարերով խփում, ջարդում էին մարդկանց, վնասում բան էին անում եւ դրա համար որևէ մեկը պատասխանատվություն չէր կրում։ Մենք վնասելու են բեռները եւ բաները։ Հիմա ավելի վատ այդ մարդիկ միջնորդություն կամ վկայություն կամ խավորություն Տրամպը խորը թքած ունի այս ամբողջի վրա, հայ ժողովրդի վրա, Հայաստանի վրա, ամեն ինչի վրա։ Ինքը իր հարցերով է զբաղված։ Իրան պետք է իր որ գային այնտեղս իր աչը պաչեին կամ իրան այդպես առաջնորդային առաջադրային բան, չէ՞, դա խաղության Նոբելյան մրցանակի եւ այլն բան, ինքը այդպես խնդիրներ ա դրի արժեվ։ Ինքը հայերի հարց չի ուզում լուծի։ Ինչու պետք է լուծի։ Հայերի հարց չէ, պարոն Սահակյան։ Բա ինչի հարց։ Իր երկրի շահերից է բխում, որպեսզի այդ կոմունիկացիայի հարցում ունենա հսկողության չափաբաժին։ Այդ հսկողության չափաբաժինը ունի եւ դա
արված էր ընդդեմ Չինաստանի, ոչ թե հայերի համար, ադրբեջանցիների համար։ Շատ լավ, հենց դա եմ ասում։ Մի շահը Չինաստանից Եվրոպա գնացող այդ ճանապարհներից մեկը, որ անցնում էր Հայաստանի տարածքով, դիցուկ մեղրիով, դրա վրա բանը ամերիկան վերցել է իր վերահսկողության տակ եւ վերջ այդքանով իր հարցը լուծել է։ Ինքը Չինաստանի ճնշելու խնդիրն է, ոչ թե հայերին փրկելու կամ ադրբեջանցիների հայերի հարցերը լուծելու կամ հայ-թուրքական հարաբերություն կարգավորելու։ Ոչ, իրանք իրենց հարցը լուծել գնացել են։ Մնացած հարցերը, որ առաջանում են այստեղ այս տարածաշրջանում, դրան Տրամպի գալու եւ գնալու կամ Ամերիկայի ներկայությունից դրա հետևանքները մենք ենք կրելու եւ մենք պետք է փորձենք այդ իրավիճակներից դուրս գալ։ Հետեւաբար մենք պիտի մի հատ հասկանանք ինչա տեղի ունենում։ Դրան ինչպես անդրադառնալ, ոնց վերաբերվել, ինչ անել, ոչ թե բան Տրամպը կգա, բանկային ժամանակ ասում ենք դե ռուսները կլուծեն, ռուսները չլուծեցին, չէ՞։ Նույնիսկ Տրամպը չի լուծելու, որովհետեւ մենք պիտի լուծենք մեր հարցերը։ Իսկ մենք այդ կարողունակությունը, այդ դիմադրողականությունը, մեր տնտեսության վիճակը, մեր պետական ապարատի բանը, adekvat հարցերին արձագանքելու այդ ունակությունը չենք բարձրացնում։ Մենք այդ հարցերով սկի չենք էլ զբաղվում։ Հələ նայեք ինչ հարցեր են քննարկվում մեր կառավարության եւ ազգային ժողովում։ Շրջանակները չեն բարձրացնում, անդիմադիր լրատվամիջոցները չեն բարձրացնում։ Այսօր Փաշինյանը դժգոհում էր, որ ոչ մեկ չի արձանագրում, չի խոսում այն մասին, որ Սամվել Կարապետյանի ղեկավարման ժամանակ հեծը այդպիսի ընտանիք, այդպիսի հիմնարկ չկա, որ փող գողացած չլինի։ Եվ մամուլը լռել է դրա մասին։ Հարգելի Էլիզա, անդիմադիրները ինչից ասես խոսում են, հələ ես այն բանը չեմ ասում, ազգային ժողովի ներկայացված անդիմադիրները չեմ ասում, իրանք ուղղակի հայհոյում են եւ շիշ են շպրտում, իրանք նույն համակարգն են, հա, Նիկոլի, այսինքն դրանից առաջ իրանք որ կառավարում են, մենք տեսանք իրանցի զզվեցինք եւ 18 թվականի դեպքերը տեղ ունեցան, եկավ Նիկոլը եւ նույն բանը եւ ավելի վատ շարունակվեց, էլի, այսինքն իրանց մի հատ բաց թողենք։ Մնացած անդիմադիր զանգվածը բոլոր խնդիրներին անդրադարձել է, լիքը հարցեր բարձրացրել է, բայց դրանից ինչ օգուտ։ Իրավ այդ հարցը լուծողը կառավարությունն է։ Այդ որ ասում եմ մուրշնել, մանգաղնել, չագուճնել, բանել ամեն ինչ Նիկոլի ձեռն է, ասում ենք, որ ասողին լստող չկա ումա պետք։ Հա մենք քննարկում ենք այդ բոլոր հարցերը քննարկել ենք։ Հեծը երբ որ սեփականաշնորհում են, այն ժամանակ մեռանք ասելով։ Հազարավոր մարդիկ խոսել են, ասել են, թմկարել են բաներ, բայց մեկը սեփականաշնորհվեց, չէ։ Հետո էլ ասում են, որ պետք չի կարելի Նիկոլ ջան, այդ բանը տենց խլել սեփականությունը մարդու ձեռքից, ապօրինի կերպով։ Էդի, ասենք Ալիևը կարա իրան տես բան թույլ տա, Պուտինն է կարողանում իրան տես բան թույլ տա։ Քեզ չի սազում մեզ, մենք որպես դեմոկրատական պետություն ենք, չէ՞, մենք հանդես գալիս, իրանք գնացել էին Ամերիկա, հիշում եք բանը, աբարատ ինչեր էր ասում մեր արտգործնախարարը նկատում եմ, գնացել էր Ամերիկա, ասում էր մենք Հայաստանը, բանն է, դեմոկրատիայի ինչն էր ժողովրդավարության բաստիոններ, ես միշտ բան, առանց իսկի չեն էլ հասկանում ի ժողովրդավարություն ինչ է, բայց ժողովրդավար երկրում մարդու ունեցվածքը տես մի վարկյամս խլում են ձեռքից, չէ, դատ կա, դատաստան կա, բան կա, ոչ մի տես բաներ չի անում եւ հիմա էլ ասում է, բա խիչ եք խոսում, խիչ եք քննադատում, որ քննադատեն ինչ օգուտ, կարող եք ասել։ Մեկը ինքը անում է այն ինչ ուզում անի, չէ, ինքը իրան չի հրճակել, բայց փաստացի անում է այնպես, ինչպես արել են եւ Սերժը եւ Քոչարյանը եւ Ալիևն է անում։ Ասենք ինքը նմանվում է իրանց։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի քաղաքագետ Հայկ Սահակյանի հետ, մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։